Այնքան վատ լացեցիր, որ նույնիսկ մաման հեռախոսը չի վերցնում։ Ինչ ես տենց սոված աչքերով վրաս նայում, ոնց որ Կորեայի որբերից լինես։ Աչքիս գորին էլ ես տենց հայացքով խաբել, հա? Չէ։ Ես մտածում եմ, որ ես քեզ մեկա պետք է սպանեմ։ Առանց քո սպանելու էլ ես կմեռնեմ։ Հա դե, դու այնքան նուրբ ես, որ դու այս պայմաններին դժվար դիմանաս։ Իմ թագուհի։ Ալո։ Մամուլ, քանի ժամ է քեզ հարկավոր, որ դու որոշես վերջապես իմ զանգերին պատասխանես։ Մերի, եթե իմանայի դու ես, հենց առաջին զանգից կպատասխանեի։ Վստահ լինեմ, չէ, որ մենակ ես ու մեզ մարդ չի լսում։ Իսկ հեռախոսը համարիս հետ կապված հույսեր չունենաս։ Ես այն դեն եմ նետելու քեզ հետ խոսելուց հետո։ Ջանք մի գործադրի։ Ես գիտեմ դու որտեղ ես։ Դու ոչինչ էլ չգիտես։ Հա, իդեպ գորի դուրս բրծուկը քեզ բարևում է։ Դու պապիկիդ պատկանող վաղուց ամայի դարձած այդ տանն ես։ Հետո էլ միամիտ ես ձևանում, գիտես։ Լավ, լսի, ինչ ես անում։ Էդ դու ինձ լսիր։ Կամ այդ աղջկան անվնաս վերադարձնում ես, կամ ես ոստիկաններին ուղարկում եմ քեզ հյուր։ Դու ես ինձ հյուր գալու, դու։ Ու առանց ոստիկանների։ Ինձ պահանջներ չներկայացնես։ Ես քո ձեռքին մարիոնետ չեմ։ Սխալվում ես, եթե կարծում ես, որ քեզ ոստիկաններին չեմ հանձնի։ Լռիր ու ինձ լսիր։ Իմ այստեղից տեղափոխվելը հաշված րոպեներ կտևի։ Եթե դու ուզում ես, որպես ես հիմարիկը ողջ մնա, ուրեմն գալիս ես այստեղ ու առանց ոստիկանների։ Մերի, դու մարդասպան չես, դու դա չես անի։ Էն էլ ոնց կանեմ։ Նախ կսպանեմ սրան ու իրա լակոտին, հետո էլ ինձ վերջ կտամ։ Դու դա ասում ես, որ ես ընկնեմ ծուղակը, չէ։ Մամուլա, ես կատակ չեմ անում։ Մերի, ինչ ես արել այդ աղջկան։ Դեռ ողջը։ Եվ այսպես, լսողությունդ լարիր, որպեսզի լավ լսես, թե հետդ ինչ ես բերելու։